Նա դարձավ հայտնի դիմադրական գրող եւ գործիչ եւ հատկապես նրա անունը նշանավորվեց նախորդ դարի 40-ական թվականներին Ֆրանսիայի դիմադրական շարժման ընթացքում։ Ծնվել է 1906 թվականին Ադանայում եւ հայոց ցեղասպանությունը անհետք չթողեց նաեւ իր ընտանիքում։ Տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ էլ սկսեց զբաղվել դիմադրական շարժմամբ։ Ցեղասպանությունից հետո Մանուշյանը կարծես Ֆրանսիայում փնտրում էր արդարություն եւ ազատություն եւ հատկապես այս ամենը գեղարվեստորեն արտացոլվեց իր բանաստեղծություններում, որոնք փորձում էր գրել ֆրանսերենով, բայց հայկական հոգով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մանուշյանն իր խմբով հանդես եկավ Ֆրանսիայի կողմից եւ սկսեց պայքարել հակաֆաշիստական գործունեության դեմ։ Նրա խումբը կազմված էր հիմնականում իտալացիներից, հրեաներից եւ հայերից, որոնք բոլորն էլ հավասարապես հանդես էին գալիս խիզախ գործողություններով։ Այնուամենայնիվ դիմադրական գործողությունները անհետևանք չմնացին եւ 1944 թվականին Գերմանիան քարոզչական նպատակներով հրապարակեց Մանուշյանի եւ նրա ընկերների նկարները ահաբեկիչներ անուններով։ Քարոզչական այս քայլը սակայն հակառակ ազդեցությունը թողեց եւ Մանուշյանի եւ նրա ընկերների անունները Ֆրանսիայում ճանաչեցին որպես հայտնի դիմադրական գործունեության հեղինակներ։ 1944 թվականին սպանվելուց առաջ Մանուշյանը իր կնոջը Մելինեին մի սրտառուչնամակ է գրում, որտեղ պարզ է դառնում, թե ինչպիսին էր նա որպես հայտնի դիմադրական գործողությունների հերոս։ Նամակում ասվում էր, որ ես մեռնում եմ առանց ատելության գերման ժողովրդի հանդեպ, եւ հենց այս խոսքերից պարզ էր, որ հայտնի դիմադրական գործունեության հերոսը նաեւ մեծ մարդասեր էր բոլոր ժողովուրդների նկատմամբ։